Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեդիաբի եթերում է Արենանը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ Արմատ մեդիայի խմբագիր Աղավնի Սուքասյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո, Շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Աղավնի ընտրությունից 1 օր առաջ Արմատ մեդիայի գործունեությունը խափանվեց։ Մենք տեսանք ուժայինները ներխուժեցին TV եւ ինչ ստացվեց, արգրավեցին կարծես բոլոր համակարգիչները, անձնական հեռախոսները աշխատողների։ Ուզում հասկանալ ինչու հենց 1 օր առաջ, եթե կարող էին, ասենք, հենց քարոզարշավի բուն օրվանից, երբ որ մեկնարկվեց։ Ինչու հենց 1 օր առաջ։ Արթուր, շնորհակալ եմ։ Հունիսի 7-ի ընտրություններից 2 օր առաջ ներխուժեցին մեր խմբագրություն, հունիսի 5-ին վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության քննիչները եւ քննչական կոմիտեի քննիչները այսպես միանգամից մտան առաջինը իմ աշխատասենյակ, իմ հեռախոսը, իմ աշխատանքային համակարգիչը վերցրեցին բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները եւ իրենք հունիսի 5-ի օրով, երբ մենք պատրաստվում էինք քարոզարշավի ավարտին ընտրությանը, ուղղակի կաթվածահար արեցին մեր մեդիայի աշխատանքը։ Ես այստեղ որպես խմբագիր տեսնում եմ միտում, Արթուր, ուղղակի անել էնպես, որ Արմատ մեդիան ընտրություններ չկարողանար լուսաբանել։ Այո, որովհետև երբ դուք տանում եք աշխատանքային համակարգիչները, երբ դուք կապարակնքում եք խմբագրության դռները, դա նշանակում է, որ դուք ուղղակի այդ մեդիայի աշխատանքը կանգնեցնում եք, այսպես օդերը փակում եք, ու երբ ասում ես ինչու, այդ ինչու հարցի պատասխանը հետևյալն էր, որ Արմատ մեդիան ընտրություն չլուսաբանի։ Մենք 8 տարվա մեջ այնքան բան ենք տեսել եւ կարծես այդ ներխուժել, մարդկանց արհամարել, վերաբերմունքը նույնիսկ լրագրողի հանդեպ, խմբագրի հանդեպ չկա եւ դա դառել է օրինաչափություն էս իշխանության կողմից։ Արթուր, մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, երբ իրենք այսպես խմբով միանգամից ներխուժեցին իմ աշխատասենյակ, տպավորություն էր, որ այսպես ամենավերջին աստիճանի հանցագործ են իրենք բռնել, նստիր այստեղ, չշարժվես, այն կողմ դուրս չգաս, աշխատասենյակիցդ դուրս չգաս, հեռախոսդ չենք տալիս, անջատված է, համակարգչից հեռու մնա։ Ինձ մոտ տպավորություն էր, որ ամենավերջի հանցագործին այս 10 տղամարդով այսպես հայտնաբերել են ու ոգևորված իրականացնում էին իրենց քննչական գործողությունները, իրենց բերել էին դատարանի որոշում, դատարանի որոշման մեջ գրված էր, որ իրենք իրավունք ունեն խուզարկելու Արմատ մեդիան, բայց դատարանի որոշման մեջ գրված չէր, որ իրենք իրավունք ունեն արգրավել մեդիայի աշխատողների աշխատանքային անձնական հեռախոսները։ Արմատ մեդիան ունի աշխատանքային հեռախոս, մենք իրենց դա սիրով տրամադրել ենք, բայց մյուսների անձնական իրերի անձնական հեռախոսների հետ թե իրենք ինչ գործ ունեին, այ դա մեզ մոտ մնաց հարցական։ Ո մինչ օրս չի վերադարձվել հեռախոսները։ Ոչ, մինչ օրս չի վերադարձվել։ Տեսեք, նախ խուզարկությունը սկսելուց առաջ ես քննիչներին ասացի, որ եկեք սպասենք, մինչև փաստաբան գա, որպեսզի դուք ձեր գործողություններն իրականացնեք փաստաբանի աչքի առաջ։ Իրենք չսպասեցին, սկսեցին խուզարկությունները։ Հաջորդ этаպը աշխատակիցներին ասացին, եթե դուք ասեք ձեր հեռախոսների գաղտնաբառերը, մենք տեղում կզննենք ձեր հեռախոսները ձեզ կտանք։ Բայց այն մարդիկ, ովքեր համաձայնեցին ասել հեռախոսի գաղտնաբառը, իրենք ասեցին, մենք ժամանակ չունենք զննություն իրականացնենք, նույն րոպեին արգրավում ենք։ Այսինքն ես այսպես կողքի կանգնած նայում եմ, թե ինչպես է իրավապահ համակարգը ներկայացնող քննիչը ուղղակի ստում։ Լրագրողին ասում է հեռախոսիդ գաղտնաբառը ասա, ես զննեմ տամ, հետո ասում է ժամանակ չունեմ զննեմ, պետք է արգրավեմ։ Կամ աշխատակիցներից մեկը իրեն շատ վատ էր զգում,
մեր ամենաերիտասարդ աշխատակիցներից է Անժելան եւ լացում էր եւ խնդրում էր, որ իր հեռախոսը չվերցնեն, որովհետեւ իր մոր հետ դա իր միակ կապի միջոցն էր, խնդրում էր, որ տան կապվի ծնողի հետ, այսպես չոր մերժում։ Անժելային էլ ասացին, եթե գաղտնաբառ ասես, այստեղ կնայինք կուսումնասիրենք, եթե գործին առնչվող բաներ չլինեն հետ կտանք, Անժելան ասաց իր գաղտնաբառը, բայց ոչ, Անժելայինը նույնպես արգրավեցին ու այսպես բաներ էլի թվում էր, որ իրավապահ համակարգը ներկայացնող մարդը չպետք է ստի, բայց ինքը նայում է աշխատակիցների աչքերի մեջ, ասում է գաղտնաբառը ասա ստուգեմ տամ, ասում են ստուգում եւ չի տալիս, սա էլ էր շատ այսպես վերջ ինչ էին ուզում աղավնի, ինչ էին կորցրել։ Դատարանի որոշման մեջ, որը տվեցին, որ ես ծանոթանամ, գրված էր, որ քննիչները Արմատ մեդիայում փնտրում են դյուրակիր համակարգիչներ, հավաքների երթուղիների վերաբերյալ տվյալներ, աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթեր, հեռախոսներ, այսպիսի եկել էին այս ամեն ինչը մեր խմբագրությունում գտնելու։ Արթուր անգամ իմ ձեռքի նոթատետրը, դու ինքդ լրագրող ես, ինքդ տանում ես հաղորդումներ եւ իմ աշխատանքային նոթատետրի մեջ իմ հյուրերն են, հյուրերիս կոնտակտներն են, նրանց հետ հարցերն են, Արթուր անգամ նոթատետրերս հետները վերցրել են ու այսպես փաստաբանը, որը մի քիչ հետո միացավ խոզարկության գործողությունների վայրում էր, այսպես հաթաթ նկարում էր իմ նոթատետրի էջը, ճիշտ ասած այդ բանը ծիծաղը սահավոր գալիս էր, ասում էր պետք է նկարենք, որովհետև չգիտենք նոթատետրը հասնի այնտեղ ինչ կլինի, հա դրա հետ։ Անգամ տարան, այսպես բացել էին դարակները խոզարկում էին, այնտեղ դիմահարդարման պարագաներ կային, շատ մեծ սիրով դրանց հետ ծանոթացան։ Ես անում եմ քաղաքական հաղորդումներ, հարցազրույցների համար թեմաներ եմ տպում թղթերի վրա, անգամ այդ թղթերս հետները տարել են։ Օրինակ թրեփի ուղի, խաղաղության պայմանագրի վերաբերյալ, չգիտեմ, ինչ որ մեկի խոսքը, դրանք էլ հետները տարան։ Հիմա այդ գրառումները հնարավոր են օգտագործվել ձեր դեմ։ Փաստաբանը ամբողջությամբ ֆիքսել է հեռախոսով, բոլոր էջերի վրա ես ինչ եմ գրել, դրանք ամբողջությամբ փաստաբանը ֆիքսել է, հուսանք այդպիսի բան տեղի չի ունենա։ Բայց պատրաստ լինենք, որովհետև այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Մյուս տարօրինակ բանը, որ ուժային համակարգի ներկայացուցիչները ներխուժում են քո աշխատասենյակ, ինչ որ ֆլեշկա են միացնում քո համակարգչին եւ համակարգչիդ մեջ մտնում են քո սոցցանցի էջեր, քեզ ասում են չմոտենաս, դու կանգնած նայում ես, թե ինչպես են մտել քո Facebook-յան էջ, ինչպես են իրենք մտել Արմատ մեդիայի աշխատանքային Telegram-յան էջ եւ այսպես կարգավորումներ են անում, ինչ են անում, բնականաբար չեմ հասկանում, չեմ կարող ասել ինչ են անում, այսպես հերվից կանգնած նայում էինք։ Ես բախվել եմ այդ իրականության հետ եւ շատ լավ գիտեմ, երբ որ ոտքի վրա հեռախոսը վերցրեցին եւ տեսանյութը, որը ես նկարել էի, անմիջապես հեռացրեցին, այն ձևով, որպեսզի էլ չկարողանաս վերականգնել։ Այս ամեն ինչը այնուամենայնիվ վախի մթնոլորտ ստեղծելու, հա, այն որ լրագրողները իրավունք չունեն այլևս այն ասում էր, չէ, կոշտ հարցեր եք տալիս, դուք այնքան ամեն երկիր է այնպիսի ժողովրդավար երկիր է, որ լրագրողը կարող է վարչապետին նման հարցեր տալ, այնպես որ այս ամեն ինչը լրացնելու միջոց է, հա, նաև այս իշխանության կողմից։ Վարչապետ ասացիք, հիշեցի, երբ մեր լրագրող Ամալիա Առաքելյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց էր տալիս, ամբողջը ուղիղ եթերում կա, Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը այսպես ասում է Արմատ մեդիան է, Նիկոլ Փաշինյանն ասում է, հա, գիտեմ, ուժեղներ, Արմատ մեդիա, բայց երբ մեր գրասենյակը խուզարկեցին, դրանից հետո մեր մյուս խմբագիրն Էլին ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանին հարց է տալիս, ասում է ինչու փակեցիք, փորձեցիք փակել Արմատ մեդիան, ասում է վատ նորություն ունեմ, չգիտեմ ինչ է Արմատ մեդիան, այսինքն անընդհատ լսել մի բան, հետո դրա հակադարձումը նույն անձի կողմից տարօրինակ է։ Դա ցինիկ պահվածքը նորություն չի մեզ համար։
Այո, ինչ են անում մեր աշխատողները այս օրերին պարբերաբար նախ շնորհակալ եմ իմ լրագրող գործընկերներին այս արձագանքների ու հետաքրքրության համար։ Աշխատակիցները աշխատում են տանից, իհարկե մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ դժվար է, երբ դու ունես գրասենյակ, համապատասխան աշխատանքային պայմաններով ու մեկ էլ դրանից զրկվում ես ու ստիպված ես տանից մի կերպ աշխատել։ Իսկ եթերները ինչպես են կազմակերպվում։ Եթերները, տաղավարային նկարահանումները ես ինքս անում եմ, մեր մյուս հաղորդավարուհին Անահիտը եւս տաղավարային հարցազրույցներ է անում, փորձում ենք եթերներով գոնե այդ պարալիզացված աշխատանքի բացը լրացնել, այո, որովհետեւ Արթուր Ցավալին գիտես որն էր, որ մեր լրագրողները շատ էին շրջում մարզերով եւ մենք ունեինք շատ հետաքրքիր նյութեր, ռեպորտաժներ, որոնք մենք պատրաստել էինք եւ քարոզարշավի ավարտին եւ ընտրություններից հետո հրապարակելու համար։ Դրանք բացառիկ, էքսկլյուզիվ զրույցներ էին տարբեր մարդկանց հետ ու շատ հետաքրքիր ու ցավալի է, որ այն համակարգիչները, որոնք տարան, այդ ամբողջ ինֆորմացիան հենց այդ համակարգիչների մեջ էր ու դրանք մենք չենք կարողանա եթեր տալ նաև։ Այն ամեն ինչը երբ որ մենք հիմա խոսում ենք եւ փորձում ենք բացատրել, իրավական համակարգը այնպիսի տոտալ, հա, մեկ մարդու ձեռքում է գտնվում, որ նույնիսկ SMS-ի միջոցով կարող է, հա, շատ հանգիստ կերպով թելադրել եւ ուժայինները դա հանգիստ կարող են կատարել, որովհետև իրենք ենթարկվում են մեկ մարդու եւ այդ մեկ մարդը գիտենք, հա, Նիկոլնա Փաշինյան։ Եվ իշխանությունը կրկին վերարտադրվեց եւ կեսգիշերին ամենազավեշտալին, երբ որ ձայները դեռ ամբողջական տեղամասերում չէր հաշվարկվել եւ հաշվարկը որպես այդպեսին ամբողջական չէր ներկայացվել, երկուսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ելույթ ունենա եւ ինքն իրեն արդեն կարգեց վարչապետ, հա։ Գիտես, մենք այս 8 տարվա մեջ այնքան զավեշտալի, անհեթեթ բաներ ենք տեսել եւ հասկացել, որ մենք գործ ունենք ոչ օրենքի հետ, ոչ պետության հետ, ոչ անվտանգության հետ, թեև իրենք ասում են, որ մենք այլևս անվտանգ ենք, խաղաղ ենք եւ խաղաղության համար գնացեք մեզ ձայն տվեք եւ ձայն տվողներ եղան այնուամենայնիվ։ Ուժեղ Հայաստանը անընդհատ ասում էր, որ մենք ամսի 8-ին լինելու ենք իշխանություն եւ Սամվել Կարապետյանը մեր հաջորդ վարչապետը։ Ես իհարկե որպես քաղաքականության մեջ եւ նաեւ քաղաքական մեկնաբան լինելով հանդերձ սպասում եմ ինչ որ պետք էր լիներ, հա, բայց այս իրականությունը ինչպես ենք կարողանալու հաղթահարել, հատկապես այն մարդիկ, ովքեր որ մեծ հույսեր ունեին, որ ամսի 8-ից ապրելու ենք նոր Հայաստանում, մեր Հայաստանում։ Արթուր, ես կարծում եմ քո հարցի պատասխանը շատ պարզ է։ Այո, պետք է ժողովրդին ցույց տալ փոփոխության ճանապարհ, պետք է ժողովրդին տալ հույս, որ այդ նվաստացած վիճակը հավերժ ձգվել չի կարող, եւ պետք է ժողովրդին ասել, որ ազգի մեջ կան մարդիկ, որոնք արժանի են երկիր ղեկավարելու, որոնք արժանի են մեզ ազգովի այդ ծնկած վիճակից դուրս հանելու, եւ այն որ ասում ես իրենք հույսեր են արթնացրել, ես շատ դրան դրական եմ վերաբերում, որտեվ ամենավատ բանը հուսահատությունն է, ես կարծում եմ։ Դե եթե գնում ենք ընտրությունների, պիտի ասենք գնում ենք հաղթելու։ Այո, դա քաղաքական նորմալ լեքսիկոն է եւ ըստ էության իրենք այդ քաղաքական նորմալ լեքսիկոնից չեն շեղվել, արել են այն, ինչ պետք է անեին։ Ինչպես ինչ անել սրանից հետո, ես կարծում եմ եւ այստեղ ես խոսում եմ առաջին հերթին ոչ թե լրագրող, այլ հայ, որը ունի քաղաքացիական պատասխանատվություն։ Ինչ անելը մեկ պատասխան ունի՝ շարունակել պայքարել, շարունակել տեսնել թունելի վերջին լույսը ու գնալ այդ լույսի հետևից։ Հակառակ դեպքում թևաթափ եղած հայրենակիցներ մեզ պետք չեն։ Մեզ պետք չի թևաթափ եղած նվաստացման հետ հաշտվող մարդ։ Ես ինքս դրա հետ շատ անհաշտ եմ։ Ինձ շատ հաճախ ասում են դու լրագրող ես, բայց երբեմն նաև քաղաքական դիրքորոշումներ ես հայտնում, այդպես չի կարելի, դա դեմ է լրագրության օրենքներին եւ ես շատ պարզ ասում եմ, որ դրանք քաղաքական չեն, դրանք քաղաքացիական են։ Ինչ վերաբերվում է իմ երկրին, իմ հայրենիքին, իմ պետության տարածքը փոքրացնելուն, ես չեմ կարող ուղղակի այսպես հանգիստ նայել դրան, ասել, օ, ես լրագրող եմ, իրավունք չունեմ տեսակետ հայտնելու, ոչ, ունեմ եւ հայտնում եմ։
որովհետև ես չեմ ուզում, որ վաղը կամ մյուս օրը երբ թորներս ասեն տատիկ, երբ մեր երկիրը փոքրանում էր, դու ինչ էիր անում, ասեի ես անաչառ եւ օբյեկտիվ լրագրությամբ էի զբաղվում, ոչինչ չէի անում։ Ես ճիշտ ասած այդ մոտեցումը չեմ ընդունում, իսկ հետոյի հետ կապված ես բոլորին ասում եմ, անգամ իմ շրջապատում գտնվող մարդկանց, որոնք այսպես ապաթիայի մեջ են հիմա, ասում եմ, որ պետք չի հուսահատվել։ Հուսահատությունը ամենադժվար ու ամենածանր մեղքերից մեկն է։ Պետք է շարունակել պայքարել ու պարզապես ես կուզեմ, որ քաղաքական գործիչները, որոնք ավելի բարձր պատասխանատվության նիշ են իրանց վրա վերցրել, իրանք եւս հասկանան, որ որքան մեծ է պատասխանատվության այդ բեռը, այնքան ավելի ուժեղ իրանք պետքա պայքարեն։ Եվ վերջիվերջո պետք է հասկանան, որ այն մարդիկ, ովքեր որ ձայն են տվել իրենք եթե նույնիսկ գնան խորհրդարան, պետք է ծառայեն այդ մարդկանց։ Մեկ մոռանում են այդ մարդիկ, ովքեր որ ունեն լիազորություններ ծառայելու, իրենց թվում է, որ պետքա ընտրողի հետ խոսել մունաթով, ինչ որ, եւ եղել են այս ընթացքում դեպքեր, հիմա չառանձնացնեմ ով ինչ, բայց այնուամենայնիվ մարդիկ կան, որ այս ընթացքում նաեւ ասում են, որ մանդատ պետք է չվերցնի ընդդիմությունը, եւ չպետք է գնա ազգային ժողով եւ չլեգիտիմացնի Նիկոլին, որովհետև Նիկոլը ընտրախախտումների միջոցով է անցել, ազգային ժողով եւ վաղը կարգվելու է կրկին երրորդ անգամ վարչապետ։ Ես դա սրտի մեծ ցավով եմ ասում, երրորդ անգամ ընտրվի մեկը, ով կապիտուլյացիայի է ենթարկել այս հայրենիքը, Արցախը ամբողջական փաթեթով հանձնել է թշնամուն, զոհեր, վիրավորներ, մարդկային ճակատագրեր եւ այդ ճակատագրերը շարունակվում են, մենք տեսնում ենք բանտերում մարդիկ, ովքեր որ ապօրինաբար գտնվում են այնտեղ եւ այդ մարդիկ երբ որ գնում են, ազատվում են այդ կալանքից, այդ բանտից, այդ պատերից, իրենք ճակատագրի վրա խազ է մնում, չէ, այնուամենայնիվ մարդ են, միս ու արյունից են։ Հիմա ես խոսում եմ եւ Արմեն Աշոտյանն այսօր անազատության մեջ կրկին։ Այո, մեր Արմատ մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյան, մարդ, որը անընդհատ պայքարում էր ու տեսանք թե ինչպես իշխանությունը վարվեց, ինչպես է առհասարակ իշխանությունը վարվում իրենց կարծիքը չկիսող մարդկանց հետ։ Ես գիտես Արթուր, երեք հետևում էի Նիկոլ Փաշինյանի եւ նախարարների հանդիպմանը, ու այսպես ապշում եմ էլի, Նիկոլ Փաշինյանն ասում է այն մարդիկ, որոնք ընտրակաշառք են բաժանել կամ վերցրել, այ միչև ասում է հաջորդ ընտրությունների օրը պետք է մնան բանտում։ Ու այս ամեն ինչը տեղի է ունենում ժամանակ, երբ եվրոպացի դիտորդները դեռ Հայաստանում են, նրանք չեն էլ գնացել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անգամ չի էլ քաշվում նրանից, որ Հայաստանում եվրոպացի պաշտոնյաներ կան, գոնե նրանց այստեղ գտնվելու ընթացքում զուսպ լինի, այո, մեր երկրում այդ վիճակն է, եթե դու իր տեսակետը չես կիսում, եթե դու այդ քաղաքական գծի հետևորդը չես, ուղղակի մեկ ասում եմ աղանդավորական ինչ որ ուղղություն ոնց որ լինի, կամ այդ նիկոլիզմի հետևորդը չես, ուրեմն այո, դու պետք է ունենաս խնդիրներ։ Այո, ամենակարճ ճանապարհը քեզ բանտում պահել։ Այո, կարծես վրեժ է, լուծում այդ մարդը այնուամենայնիվ ուրիշ տարբերակ չկա։ Հիմա մանդատ վերցնել թե չվերցնել։ Արթուր, ես մարդիկ կան ասում են մենք ձայն ենք տվել, որպեսզի հաղթեն, մենք ձայն չենք տվել, որպեսզի գնան նստեն ազգային ժողով եւս 5 տարի մարկանց ցածումը, ոչ մի օրենքներ չկարողանան իրենցով, Ալեն Սիմոնյան ասի վերընկի տեղը, այդ նվաստացումները նորից ներկայացումներ տեսնենք։ Արթուր, տեսեք, ես այս հարցում ես 5 տարի շատ ուշադիր հետևել եմ ազգային ժողովին, որն աշխատել է, ես տեսել եմ թե ինչ երբեմն անելանելի եւ անճար վիճակում են ազգային ժողովի Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները։ Ես տեսել եմ թե ԿՊԱ-ական նորելուկները ինչ անտակտությամբ ու լկտիությամբ են վարվում, այսինքն իրենց ծնողի տարիքն ունեցող մարդու հետ ու ամենայն անկեղծությամբ չէի ուզի, որ որպես լրագրող եւս 5 տարի լուսաբանեմ նման որակի ազգային ժողովի աշխատանք։ Իսկապես չէի ուզի, որովհետեւ երբեմն ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավորների ելույթները լսելը մեծ համբերություն է պետք, որ դու մի կերպ քեզ անջատես, լսես, որովհետեւ գործի բերումով դու պարտավոր ես լսել եւ հասկանալ ինչ է այնտեղ կատարվում։ Ես չէի ուզի տեսնել այդ որակի խորհրդարան, բայց
Մյուս կողմից, երբ ես ասում եմ միանշանակ չէ, ես միևնույն ժամանակ տեսել եմ փողոցային շատ պայքարներ։ Դու էլ ես տեսել փողոցային շատ պայքարներ ու մի տեսակ ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը մի տեսակ ոնց որ հոգնել է փողոցային պայքարից, որովհետև գիտի, որ ինչ որ ձև կգտնի Նիկոլ Փաշինյանը դրանք մաշեցնելու։ Այսինքն հիմա իմ կարծիքով անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը ԿՊ-ից բացի բոլորը շատ վատ վիճակում են, որովհետև ոչ միանշանակ է մարդկանց դուրս հանել փողոց, արդյոք կլինի վերջնարդյունք, եւ ոչ միանշանակ է մանդատները վերցնել գնալ խորհրդարան, գնալ որ ինչի վրա ազդեն։ Եթե իրենք չունեն այնքան մանդատ, որ կարողանան որևէ բանի վրա ազդել, իրականում կարծում եմ իրանք շատ վատ վիճակում են հիմա հայտնվել, շատ վատ։ Բայց այն թեզը, որ մանդատները չվերցնեն, կլինի ճգնաժամ եւ այլն, 5 տարի բոլորս լսում ենք, փողոցով հասնել ճնշումների, հասնել ճգնաժամի 5 տարի լսում ենք, մի տեսակ ոնց որ չի ստացվում։ Մարդկանց մեջ չեն լինելու Գեգամ Նազարյաններ արդյոք։ Երեք ինչ հետաքրքիր է, 3 հյուրս Սուրեն Սուրենյանցներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացուն, ու պարոն Սուրենյանցն ասում էր, որ հիմա ընդդիմադիրները պետք է իր ձևակերպումը օգտագործեմ, այն գլխից ֆիլտրեն ում են ուղարկում ազգային ժողով, որ մենք չունենանք Գեգամ Նազարյաններ կամ Իշխան Զաքարյաններ խորհրդարանում։ Բայց արի համաձայնն ենք, որ օրինակ Հայաստան դաշինքում կան կենսագրություն անցած մարդիկ, ճանապարհ անցած, քաղաքական ճանապարհ անցած։ Ուժեղ Հայաստանում կան մարդիկ, ովքեր որ նոր են հայտնվել քաղաքականության մեջ։ Դու պատկերացնում ես, այնտեղ մի քանի հոգու որ հանես, այդ մարդիկ մենք չենք կարող իրենցից պահանջել, որ իրենք համահավասար պատասխան տան օրինակ Ալեն Սիմոնյանը։ Նույնիսկ այն ճանապարհը անցած մարդիկ են, հա, նվաստացման այդ ճանապարհը անցել է 5 տարվա մեջ։ Ես օրինակ ինչպես կարող եմ ասել, օրինակ ուժեղ Հայաստանի այսինչին, որ գիտես ինչ, դու պետք է կարողանաս գոնե քո ձայնը այնտեղ անհեթեթությունը։ Ճիշտն ասած, դա սխալ պահանջ է իրականում, Արթուր, որ մենք պահանջենք, որ օրինակ Վահագն Ալեքսանյանին համարժեք պատասխան տալու համար պետք է լինել Վահագն Ալեքսանյան։ Այնտեղ եւս մեկը ունեն, Արթուր, չեմ էլ հիշում ազգանունը։ Հովհաննիսը, որ քիթեր կտրուն ականջեր։ Այո, նրանց պատասխանելու համար պետք է նվազագույնը նրանցից լինել, ու ես շատ ուրախ եմ, որ ուժեղ Հայաստանում երբ նայում եմ, տեսնում եմ այդպիսի մարդիկ չկան, դա շատ լավ է, որ այդ տեսակը մենակ ԿՊ-ում է, Արթուր, արի ընդունենք, որ շատ լավ է։ Ինչ վերաբերում է քաղաքական փորձառությանը, այո, թիմերեն, նորեն քաղաքական փորձառություն չունեն, այդ դեպքում արդեն թիմի ավակների որոշումը պետք է լինի, թե քաղաքական փորձառություն չունեցող մարդու հետ ոնց վարվել, նրան որ տեղում դնել, որ ինքը ավելի արդյունավետ լինի։ Արի ընդունենք, որ մեզ համար խնդիրը արդյունավետությունն է, ինչ կանեն խմբակցությունները խորհրդարանում, որ լինեն արդյունավետ։ Հայաստանի եւ պատիվ ունեմի դեպքում մենք տեսել ենք 0 արդյունավետություն, 0 ամենա, չգիտեմ, չի եղել օրենքի նախագիծ, որ երկու ֆրակցիաները կարողանան ազդել այդ օրենքի նախագծի վրա։ Ուղղակի չի եղել։ Դրա համար իսկ ինչ վերաբերվում է, որ անփորձ են, այո, անփորձ են, բայց դա եւ լավ կողմ ունի եւ վատ կողմ ունի։ Եվ ստացվում է եւ մենք նորից այսպես դոփում ենք նույն տեղում, 5 տարի եւս պետքա սպասենք, թե ինչա լինելու, Հայաստանից ինչա մնալու, դրա մասին մենք կարող ենք պատկերացնել։ Եվ այս մարդիկ, երբ որ ուժեղներով ասում էին, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու եւ մենք պայքարելու ենք հիմնականում սրա դեմ եւ այլն, ես երեք ստատուս էի գրել եւ գրել է ընկերներ, այդ 300,000 ադրբեջանցիները չեն սպասելու, որ հիմա մանդատ ենք վերցնում, որոշում ենք փողոցային պայքար, չգիտեմ ինչ եւ այլն։ Իհարկե քննադատաբար եմ մոտեցել, բայց ունեմ ես լիարժեք դրա իրավունքը, որովհետև ես այս 8 տարիների ընթացքում եւ առողջություն եմ կորցրել, եւ ֆինանսական, եւ աշխատանք, եւ ամեն ինչ կորցրել եմ։ Հիմնականում ես խոսում եմ առողջական վիճակի մասին, եւ ես միշտ կանգնել եմ ընդդիմադիր հատվածի կողքին։ Հիմա այս մարդկանց պետքա կարողանանք իրենց հետ հավասար աշխատանք տանել։ Օրինակ ասում ենք, որ 5 տարին եղել է անարդյունավետ աշխատանք ազգային ժողովում։ 5 տարի եւս լինելու է անարդյունավետ աշխատանք, որովհետեւ այս մարդկանցից մենք չենք կարողանալու պահանջել, որ գիտեք ինչ 6 ամիս հետո, 1 տարի հետո գնացեք անվստահության գործընթաց սկսեք։
Նրանք էլ են ասելու, որ թվերը պակաս են, ստորագրությունները տալու են, ասելու են, դե գնացեք աշխատեք ԿՊԱ-ականներից մարդ բերեք, ինչպես արեց Հայաստան դաշինքը, հա։ Եվ ինչ է ստացվում մեզ։ Տեսեք, իրականում այստեղ այնպես չի, երբ ես որպես լրագրող եմ հետևում գործընթացներին, տեսնում եմ, որ բոլոր կարծում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւս ձայների վերահաշվարկի արդյունքում կմտնի խորհրդարան, 4%-ի նիշը կհաղթահարի կմտնի։ Այստեղ բոլոր 3 ընդդիմադիր ուժերի կայացրած միասնական որոշումն է իրավիճակ փոխելու։ Ես կարծում եմ, մենք պարզապես պետք է սպասենք, դաշինքը հայտարարեց, այո, մենք պետք է սպասենք, տեսնենք, թե միասնաբար իրենք ինչ որոշում կկայացնեն քաղաքական գործիչներ։ Ես կարծում եմ, որ այնտեղ էլ կա այդ ընկալումը, որ պատասխանատվություն, նախ սպասումներ են բավականին բարձր առաջացրել եւ հետեւաբար կրում են նաեւ պատասխանատվություն ու մարդկանց այդ հուսախաբ չանելու, հավատը չկոտրելու շրջանը, որ անցնեն, ավելի սառը պետք է դատեն։ Ես կարծում եմ մեկ ուժի հարցը, մեկ ուժի որոշելիքը չէ սա։ Բացի ԿՊ-ից բոլոր ուժերը ընդդիմադիր ազգային ուժերի նկատի ունեմ, պետք է այս իրավիճակում համատեղ փորձեն լուծում գտնել եւ ես այս ստեղծված իրավիճակում Արթուր միայն շեշտը չեմ դնում խորհրդարան անցած ուժերի վրա, ես նաև արդեն արտախորհրդարանական ուժերի վրա եմ շեշտը դնում, որ այդ ընդդիմադիր պայքարը, որը որպես բեռ անցած ուժերը պետք է կրեն նաև արտախորհրդարանական ուժերը, եթե պետք է փողոց գեներացնեն, եթե պետք է դիմել սահմանադրական դատարան, դիմել սահմանադրական դատարան, այսինքն մյուս կողմից էլ ես չեմ ընդունում, երբ ասում են դե անցել եք խորհրդարան, ինչ անում եք արեք կամ դե արեք, բա մեզ սա եք խոստանում, դե արեք, խոստումների մասով այո, մարդիկ բարձր սպասում են առաջացրել, բայց չէ որ իրենց խոստումները կկատարեին, եթե մեր հասարակությունը իրանց ավելի շատ ձայն տար, քան տվել է ԿՊ-ին, թեև ձայների առումով էլ է խիստ կասկածելի, ես այսօր հետևում էի Գոհարի Մելոյան ասուլիսին, թե որքան շատ են ընտրախախտումները, այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր ձեռքերս, հիշում ես, չէ՞, ձեռքերս կկտրեմ, ինչ կանեմ, ընտրակեղծարարության չեմ գնա, հիմա ամեն բացվող վերահաշվարկի դեպքում մենք տեսնում ենք, որ կա ընտրակեղծարարություն։ Մարուկյան Էդմոնն էլ ասեց, հա, տեղեր կան հատկապես փոքրիկ բնակավայրերում մարդկանց քանակի առումով, որ եղել են 2-3 ձայն։ Ամբողջ Երևան քաղաքում տեղակայված բոլոր ընտրատեղամասերում պետք է լինեն վերահաշվարկներ, այսօր դա հաստատեց ԿԸՀ նախագահ Վագն Հովակիմյանը, այսինքն այն, որ այս ընտրությունները անցել են ընտրակեղծարարությամբ, մասնակից բոլոր ուժերը միաբերան ասում են, Արթուր դուք հիշես 2021 թվականին այս իրավիճակը չէր։ 2021-ին անցած որևէ ուժ չգնաց սահմանադրական դատարան վիճարկելու, հա։ Այս առումով մի քիչ ուրիշ շատ պարզ էր, որովհետև Փաշինյանը ինքը հասկանում էր, որ ինքը կոնկրետ վախի մեջ էր։ Եթե հիմա էլ մենք տեսնում ենք այդ 48%-ն էլ է իրեն վախեցնում։ Այո, դե կա սահմանադրություն Ալիևի պահանջով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու պարտավորություն։ Այո, դա եւ այսօր Արդարադատության նախարարին Սրփուի Գալյանին լրագրող գործընկերներս հարցնում էին դուք սահմանադրական մեծամասնություն չունեք, դուք ինչպես եք փոխելու սահմանադրությունը, ասում է, այս գործը խորհրդարանն էլ սահմանադրական մեծամասնություն չունի, լուծումներ կգտնվեն։ Հիմա թե այդ լուծումները ինչ կերպ կգտնվեն, դա էլ է հարցական։ Օրենքի ուժով։ Այո, օրենքի ուժով իրենք բոլոր Արթուր, թեև Արմատ մեդիայի աշխատանքը պարալիզացրել էին, բայց մենք ընտրությունների օրը աշխատել ենք գերմարտկային ջանքեր դնելով բավականին օպերատիվ եւ արագ։ Ինչներ հետաքրքիր Արթուր, տեսեք Հայաստանային ժամանել, եթե թիվը ճիշտ եմ հիշում, դիտորդներ աշխարհի 13 երկրներից, իրենց զեկույցներում անգամ իրենք փաստել են, որ տեղի են ունեցել խախտումներ, այսինքն այնքան ակնհայտ են այդ խախտումներ եղել, որ զեկույցներում հնարավոր չի եղել դրանց մասին չասելը,
բայց այն օրը լսում էի միջազգային հետազոտական ինստիտուտի պաշտոնյաների, փորձագետների ճեպազրույցը, որտեղ իրենք Նիկոլ Փաշինյանին կոչ էին անում առավել խիստ լինել եւ հայաստանյան լրատվամիջոցների եւ այդ լրատվամիջոցների թափանցիկության հարցում, այսինքն տպավորություններ, որ այսպես արևմտյան երկրները տալիս են Փաշինյանին հրահանգ, չգիտես ինչու անընդհատ լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ լինելու։ Որովհետև այսօր լրատվամիջոցներն են, որ մի փոքր սթափ են պահում իշխանությանը, թեև իրենք բոլոր հնարավոր միջոցներով փորձում են վնասել։ Այո, հիշենք ինչ տեղի ունեցավ լրագրողներին առանձնապես News.am-ից մեր գործընկեր Նարեկ Խաչատրյանը առաջինն էր, որ հրապարակեց տեսանյութ զինվորների օրենքի խախտումով քվեարկությունների վերաբերյալ, Նարեկ Խաչատրյանին ուղարկել են վարժական հավաքների մասնակցելու ծանուցում, այսինքն աշխատելավոճը սա է։ Չգիտեմ, հաջողություն մաղթեմ եւ ուժ եւ պայքարի հետագա քայլերի համար ուժ կորով եւ ձեր լրատվամիջոցը թող որ օր առաջ իր աշխատանքը սկսի։ Շնորհակալ եմ Արթուր, շնորհակալ եմ հրավերի համար, հուսամ, այո, այս պարալիզացված վիճակը շատ արագ կանցնի ու Արմատ մեդիան, որը սեպտեմբերին ձևավորված մեդիա է, ստեղծված մեդիա է եւ արդեն իսկ հասցրել է մեր մեդիա, բազմազան մեդիաների մեջ ուրույն ձեռագիր ձևավորել, այդ ուրույն ձեռագիրը ավելի կխորացնի ու կդառնա իսկապես շատ մրցունակ մեդիա ու Նիկոլ Փաշինյանն էլ միշտ այդպես ուշադիր կհետևի Արմատ մեդիային ու կկարդա մեր նյութեր դիր մասին։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։